Ողջույն բոլորին եւ բարի գալուստ իմ ներդրումային տեսաշարքի 3-րդ էպիզոդին, որտեղ մենք սովորելու ենք ինչպես գնահատել ընկերությունը եւ կարդալու ենք ֆինանսական հաշվետվություններ առանց բարդ բառերի։ Մաս 2-ում մենք հասկացանք, թե ինչպես է աշխատում ֆինանսական մարկետը, ինչ է բրոքերը, ինչ է ինդեքսը եւ կատարեցինք ներդրումներ, գնացինք Coca-Cola-ի բաժնետոմս, ինչպես նաեւ ֆոնդ։ Այսօր մենք սովորում ենք կարդալ ընկերությունների կարևոր ֆինանսական ցուցանիշները։ Մենք ունենք բավականին ծավալուն էպիզոդ։ Շատ կարևոր կլինի, որ առաջ տալով չնայեք, որովհետեւ թվերից գնալու ենք դեպի ավելի բարդ թվեր։ Ու մին սկսելը կասեմ ձեզ, որ միգուցե ձեզ թվա, որ այս ամեն ինչը շատ բարդ է, ես հիմնականում չեմ կատարում այսպիսի անալիզներ, ես ավելի մեծ դիվերսիֆիկացված ֆոնդերում եմ ներդրումներ կատարում, որոնք ավելի հեշտ է հասկանալ։ Սակայն այս թվերով գնահատելը կօգնի, որ եթե դուք որոշեք ինչ-որ անհատական ընկերության մեջ ներդրում կատարեք, կարողանաք հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում բիզնեսի ներսում։ Իհարկե, սկսենք հեշտ թեմաներից, եկեք պատկերացնենք, մենք ունենք մի ընկեր, օրինակ Աննահիտը ունի կոֆեի կետ եւ ամեն օր աշխատացնում է այդ իր սրճարանը։ Աննահիտը ամեն ամիս նստում է եւ հասկանում է ինչքան եկամուտ ունի, ինչքան ծախսեր ունի եւ ինչքան շահույթ ունի։ Ամսական Աննահիտի եկամուտը կազմում է 3 միլիոն դրամ։ Աննահիտը նաեւ հասկանում է, որ ինքն ունի ծախսեր, այդ ծախսերը լինում են ամսական 2 միլիոն 280 հազար եւ Աննահիտի շահույթը 720 հազարն է, այսինքն շահույթն այն է, ինչ որ Աննահիտը տուն է տանում սրճարանն աշխատացնելուց հետո։ Այս դեպքում մենք պետք է հասկանանք, թե ինչ է մարժան։ Մարժան 24%-ն է, որը 720-ը բաժանած 3 միլիոն դրամն է։ 24% մարժան շատ լավ է, դուք մարժա բառը երևի շատ եք լսում, հիմա դուք արդեն գիտեք, թե ինչ է նշանակում մարժա։ Տարբեր բիզնեսներ տարբեր մարժաներով են աշխատում եւ իհարկե ինչքանով որ մարժան մեծ է լինում, այդքանով լավ է լինում։ Հիմա հանրային գնացած ընկերությունների դեպքում մենք կարող ենք այս բոլոր թվերը, եկամուտը, շահույթը եւ ամեն ինչը տեսնել օրինակ Yahoo Finance-ում, քանի որ Աննահիտի բիզնեսը մասնավոր է, մենք այդ թվերը չենք կարող տեսնել, բայց օրինակ Coca-Cola-ն եւ այլ հանրային գնացած ընկերություններ ունեն հստակ հաշվետվություններ եւ ես հիմնական այդ հաշվետվությունները նայում եմ Yahoo Finance-ով, որը ներդրողների համար կարելի ասել համար 1 գործիքն է։ Ես հիմնական Yahoo Finance-ում որոնում եմ հենց թիքերով եւ ինչպես տեսնում եք դա Coca-Cola-ի թիքերն է եւ մենք որոնում ենք ու ինքը բերում է արդյունքները։ Այստեղ մենք լիքը թվեր ունենք, լիքը ամեն ինչ ունենք, թե լուրեր, թե իր մասին ստատիստիկա, թե պատմական դատա, այդ ամեն ինչը կարելի ասել Yahoo Finance-ում կարող ենք գտնել։ Շատերին միշտ հետաքրքրում է թե արդյոք կարելի է վստահել այս թվերին, երբ որ ընկերությունը հանրային է դառնում, դա քրեորեն պատժելի է, եթե ընկերությունը չհրապարակի կամ սխալ հրապարակի իր տվյալները։ Եվ Yahoo Finance-ը պարզապես այդ ամեն ինչը ցույց է տալիս ավելի պաշտոնական կայքերից, Yahoo Finance-ը նույնպես արդեն բավականին հայտնի եւ վստահելի հարթակ է։ Պատմության ընթացքում եղել են ընկերություններ, որ սխալ թվեր են հրապարակել, բայց դա արդեն քրեական պատասխանատվության է իրանք ենթարկվել ու սա հանցանք է համարվում։ Երբ դուք բացեք Coca-Cola-ի ֆինանսական տվյալները, կտեսնեք, որ այստեղ լիքը ֆիլտրներ կան, դուք կարող եք տեսնել թե տարեկան, թե մի տարվա, 3 տարվա, 5 տարվա, 10 տարվա կտրվածներով Coca-Cola-ի ամբողջ թվերը։ Մենք ունենք 3 տեսակի հաշվետվություններ, մեկը income statement-ներ, մյուսը balance sheet-ը, մյուսը cash flow-ն։ Ես իհարկե շատ անգլերեն բառեր կօգտագործեմ, բայց նաև այս վիդեոյի ընթացքում ես ցույց կտամ 11 բառեր, որ շատ կարևոր կլինի, որ դուք հասկանաք։ Income statement-ը եկամուտների հաշվետվությունն է։ Տեսեք, այստեղ մենք ունենք տարբեր տարիների ցուցանիշներ 22, 23, 24, 25 եւ TTM, TTM-ը դա վերջի 12 ամիսների, այսպես ասած, թվերն են, բայց եկեք մենք կենտրոնանանք 2025-ի վրա, անցած տարվա վրա, որ ավելի པարզ լինի։ 25 թվի վրա կենտրոնանալով եկեք սկսենք վերևից, total revenue-ն դա ընդհանուր եկամուտն է։ Սա այն փողն է, որը Coca-Cola-ն անցած տարի գեներացրել է, դա եղել է 47 միլիարդ։ Cost of revenue-ն ինքնարժեքի վրա ծախսերն են, որովհետև Coca-Cola-ն օգտագործել է շաքար, օգտագործել է ջուր եւ օգտագործել է պլաստիկ, այսինքն այս ամեն ինչը cost of revenue-ի մեջ է գնացել, դա եղել է 18 միլիարդ։ Եվ եթե 47 միլիարդից հանենք 18 միլիարդ, մենք ստանում ենք gross profit-ը։ Gross profit-ը հայերեն կարծեմ թարգմանվում է գործառնական շահույթ, այսինքն դա եղել է 29 միլիարդ, քանի որ այն երկու թվերից մենք հանեցինք։ Operating expense-ը դա օպերացիոն ծախսերն են, օպերացիոն ծախսերի մեջ մտնում է ածնակազմը, աշխատավարձերը եւ այդ ամեն ինչը, դա եղել է 14 միլիարդի կարգի, այսինքն երբ որ այս 14 միլիարդն ենք հանում, մեզ մոտ օպերացիոն, այսպես ասած, եկամուտը մոտավոր 14 միլիարդի կարգի է դեռ մնում, մոտավոր 15-14, ու այս ամեն ինչից էլի ինչ որ գումարներ են պարզ է դուրս գալիս, այս ամեն ինչը այստեղ երևում է ու մնացած շատ կարևոր թիվը դա այս net income common stockholders-ն է 13 միլիարդ, սա այսպես ասած զուտ շահույթն է, այսինքն եկամուտը ընդհանուր եղել է 47 միլիարդ եւ զուտ շահույթը եղել է 13 միլիարդ Coca-Cola-ի 2025 թվականի ցուցանիշներից։
Դա կարող ենք ավելի հեշտ ցույց տալ այսպիսի մի վիզուալով, 47 միլիարդ եղել է եկամուտը, համախառն շահույթը եղել է 29 միլիարդ, հետո գործառնական շահույթը 13 միլիարդ եւ զուտ շահույթը արդեն 13 միլիարդի մեջ։ Ինչպես նկատում եք, տարբեր տեղեր արդեն տարբեր գումարներ գնացել են տարբեր ծախսերի վրա։ Եվ կարող ենք դրանից հասկանալ մարժան, մի քանի տեսակի մարժաներ ունենք, երևի հիշեցիք Աննայի օրինակը։ Հիմա մենք ունենք համախառն մարժա, որի դեպքում 29 միլիարդը բաժանում ենք 47 միլիարդին 62% է գործառնական մարժա եւ զուտ մարժա։ Զուտ մարժան արդեն մեր զուտ եկամուտը 13 միլիարդը բաժանում ենք 47 միլիարդի 27% է։ Սա շատ լավ թիվ է, հաստատ լիքը բիզնեսներ կային, որ շատ կուզենային, որ 27%-անոց մարժա ունենային։ Coca-Cola-ի դեպքում մենք ունենք ռեալ ընկերություն, որը շատ լավ մարժայով աշխատում է։ Բարձր մարժան սովորաբար նշանակում է, որ ընկերությունը ունի մի բան, որ մրցակիցները չեն կարողանում կրկնել։ Ցածր մարժա նշանակում է, որ այն հիմնականում մրցակցում է գնի հետ կապված։ Սա ամեն ինչն է, որը ձեզ պետք է մարժայի հետ կապված եւ կարեւոր է արդեն տեսնել մյուս տարիների ընթացքից ելնելով ինչքանով է մարժան փոփոխվում։ Իհարկե, եթե տարեստարի մարժան լավանում է, ապա ընկերությունը շատ լավ առաջ է գնում եւ հաջողված բիզնես է։ Հիմա երկրորդ կարևորագույն հաշվետվությունը դա բալանսի հաշվետվությունն է, որը ցույց է տալիս ընկերության ակտիվները եւ պարտավորությունները։ Իհարկե, բոլոր թվերը կարևոր են, սակայն մենք չենք կարող sense խորանալ բոլոր թվերի հետ կապված եւ ունենալ ինչ-որ YouTube-յան էպիզոդ։ Ես էլ այս բոլոր թվերից չեմ հասկանում, պարզ է։ Ընդհանուր ակտիվները ընկերության եղել են 104 միլիարդ, պարտավորությունները եղել են 70 միլիարդ, իսկ ընդհանուր սեփական կապիտալը եղել է 34 միլիարդ, այս 34-ը որ գումարեք 70-ից ստացվում է հենց այդ 104-ը, որովհետև ակտիվները մի մասը եղել են ըստ պարտքով են եղել, իսկ մյուս մասը արդեն սեփական կապիտալն է։ Նաև մի քանի ուրիշ կարևոր բաներ այստեղ ձեր կարող եք տեսնել, օրինակ ընդհանուր պարտքը 45 միլիարդի մեջ է եւ զուտ պարտքը 35 միլիարդ է։ Ինչու է զուտ պարտքը 35 միլիարդ, որովհետեւ ընկերությունը արդեն ունի 10 միլիարդի եւ ես դա ցույց նույնպես ցույց կտամ, 10 միլիարդի քեշ ունի, այսինքն ինքը ունի, այսպես ասած, խնայողական հաշիվ, savings account, այնտեղ այսպես ասած 10 միլիարդը կա, դրա համար այստեղ զուտ պարտքը համարվում է 35 միլիարդ։ Մեծ ընկերությունների դեպքում պարտքեր ունենալ լրիվ նորմալ է, իրենք ամեն ինչ ունեն, իրենք կարողանում են վերահսկել իրենց պարտքերը եւ այսպես ասած, իրենք մեծ ընկերություն են, իրենք չեն ունենում են ամենավատ այդ ֆորս մաժորային պահերը, բոլորից կողմից հայտնի եւ հանրաճանաչ, իրանք չեն վախենում այնքան, ինչքան օրինակ մենք կարող ենք վախենալ մեր անձնական պարտքերի հետ կապված, որտեղ իրենց կապիտալը իհարկե ահռելի է։ Ու իհարկե սա հեշտ կարող ենք ներկայացնել այսպիսի վիզուալով, ակտիվները 104 միլիարդ, պարտավորությունները 70 միլիարդ, սեփական կապիտալ 34 միլիարդ, այսինքն այդ ամեն ինչի գումարով ունեն մենք ընդհանուր ակտիվները, ընդհանուր պարտքը 45 միլիարդ, որից զուտը 35, քանի որ ինչպես ասացի 10 միլիարդը կանխիկով ընկերությունը ունի։ Բարի, հիմա եկեք անցնենք առաջ, ու հիմա եկեք տեսնենք cash flow statement-ին։ Ես իրականում երեք այսպես ասած այս թվերն եմ նայել ու արդեն հասկացել եմ թե ոնց է այս կոնտենտը առաջ գնալու, այսինքն ինչ որ ինֆորմացիաներ ունեմ, որ դուք չունեք, ես այդ ամեն ինչը նաև ձեռքի հետ պատմում եմ։ Տեսեք, շատ հետաքրքիր է, չէ՞, 25 թվականին մեր օպերացիոն այդ cash flow-ն, այսինքն գրված է, որ եղել է 7 միլիարդ, բայց եթե դուք հիշեիք, մենք տեսանք, որ զուտ շահույթը եղել էր 13 միլիարդ։ Իրականում շատ հետաքրքիր թվեր են այս operating cash flow-ն ու զուտ շահույթը, որովհետև դրանք պետք է լինեն նույն թիվ, այսինքն որտեղ է կորել այդ 6 միլիարդը։ Երեք ես այդ հարցը նայում էի արդեն որտեղ է կորել այդ 6 միլիարդը, փաստացիորեն այդ 6 միլիարդը ինչ որ վճարում է եղել 25 թվականին, որ գնացել է ինչ որ մի հատ ուրիշ ծառայության համար, որը շատ շուտ արդեն իրենք համաձայնվել են, որ այդ վճարումը պետք է Coca-Cola-ն աներ եւ ուղղակի դա պարզապես 25 թվականին է տեղի ունեցել։ Հիմնականում երբ օրինակ մենք տեսնում ենք այս operating cash flow-ն ու այդ զուտ շահույթը տարբեր են թվերից, այդ ընկերությունները իրենց annual report-ում իրենց տարեկան հաշվետվության մեջ գրած են լինում, թե ինչ է տեղի ունեցել։ Քանի որ ինչպես ասացի, իրենք չեն կարող կոծկել այդ ամեն ինչը թաքցնել, դա էլ է հետաքրքիր։ Մենք միշտ փորձելու ենք այնպեսի ընկերություններում լինենք, որ այդ թվերը չեն կորում, սակայն եթե դա եղել է նորմալ վճարում, այդ տեղեկությունը կա, իհարկե դա նորմալ է։ Եթե ընկերության զուտ շահույթը այդպես շարունակում է աճել տարիներով, սակայն այս operating cash flow-ն չի աճում, ինքը միշտ ավելի տենց փոքր թվով է առաջ գնում, դա արդեն ինչ որ չափով կարմիր դրոշակ է, մենք կարմիր դրոշակներից ավելի շատ ենք խոսելու, սակայն դա կարմիր դրոշակ է, դա նշանակում է, որ ընկերությունը ինչ որ ինվոյսների տակ է ստորագրում, այդ գումարները, բայց չգիտեմ, 2 կամ 3 տարի հետո են գալու, այդպիսի ընկերության հետ լավ չի լինել, որովհետև արժի որ ինչ թղթերի հետ ակ որ ստորագրում են, այդ գումարները, այսպես ասած, շուտ գա եւ շուտ արդեն նստի ընկերության հաշվեհամարի մեջ։ Սա հենց այդ հաշվեհամարն է, սա ցույց է տալիս, այսպես ասած, բանկային ծրագիրը Coca-Cola-ի։ Ինչպես ասեցի, այդ 6 միլիարդի հարցով մենք
նայել ենք, որոնել ենք, գիտենք սա նորմալ է։ Եթե օրինակը բերենք Աննահիտի բիզնեսի վրա, պատկերացրեք Աննահիտը դեկտեմբերին ինչ որ աշխատանք է կատարել 400,000 դրամի, այս գումարը իր շահույթում է լինելու, սակայն նա դեռ չի ստացել այս գումարը, ինքը ինվոյս է դուրս գրել ու ինվոյսը օրինակ 45 օրվա մեջ են վճարելու եւ այլն, այսինքն ինքը ունի շահույթ, այդ գումարը կա, սակայն չկա իր հաշվեհամարի վրա։ Օրինակ իրեն վճարում են փետրվարին, արդեն գումարը ստացվում է 400,000 դրամը արդեն կանխիկով, արդեն գալիս է իր cash flow-ի մեջ, այսպես ասած։ Այսպիսով այս օպերացիոն cash flow-ն ամբողջ գումարն է, որ բիզնեսը աշխատել է եւ գալիս է իր հաշվեհամարին։ Մենք ունենք նաեւ ներդրումային cash flow, ինչպես տեսնում եք, սա այն փողն է, որը ընկերությունը ապագայի համար է ծախսում։ Ընկերությունը գնում է նոր տարածքներ, նոր ենթակառուցվածքներ, որպեսզի բիզնեսը մեծացնի։ Լավ ընկերությունների դեպքում այս գումարը հիմնականում մինուսի մեջ է, որը նշանակում է, որ ընկերությունը շատ ներդրումներ է կատարում ապագայի հետ կապված։ Եվ ունենք երրորդ cash flow-ն, որը կոչվում է financing cash flow, ֆինանսավորման հետ կապված cash flow։ Սա այն գումարն է, որը ընկերության մեջ է, այսպես ասած, շրջանառվում եւ այն մարդկանց, ովքեր գումար են տալիս ընկերությանը, սա կարող է լինել պարտք վերցնելը, սա կարող է լինել այդ պարտքը մարելը կամ կարող է լինել դիվիդենդները, որոնք գնում են բաժնետերերին, ու ինչպես հիշում եք անցած էպիզոդից, բաժնետերերի մեջ եմ անգամ ես հիմա։ Եվ end cash position-ը վերջում արդեն իր հիմնական բալանսն է։ Հիմա դուք երևի նայում եք այս financing cash flow-ն, օրինակ 8 միլիարդի մեջ է, բայց operating cash flow-ն 7 միլիարդի մեջ է, քանի որ այն 6 միլիարդի վճարումներ տեղի ունեցել, ու մտածում եք, բա այդ գումարը որտեղից։ Տեսեք, որ տեսնեք 2024-ին end cash position-ը եղել է 11 միլիարդ, այսինքն հետո operating cash flow-ն 7 միլիարդ, մոտավոր 18 միլիարդ է եղել, այս 67 միլիոնը չեմ հաշվում։ Դրանից երբ որ հանենք օրինակ այս 8 միլիարդը, ստացվում է հենց 11 միլիարդը, որը եղել է այդ end cash position-ը։ Իհարկե պետք է որ end cash position-ը միշտ աճի տարեստարի, սակայն նաև կարևոր է որ investing cash flow-ն մինուսի մեջ լինի, որ այդ գումարը որ գալիս է նաև ներդրումներ կատարվի ապագայի հետ կապված։ Մենք այստեղ ավարտեցինք մեր հաշվետվություններին նայելը, տեսեք դուք կարող եք ավելի շատ խորանալ, կարող եք ավելի լուրջ գործիքներ գտնել, օրինակ այդպիսի լուրջ գործիքներից մեկը, որ ես շատ եմ օգտագործում, օրինակ հաշվետվությունների հետ կապված alphaspread.com-ն է։ Դուք այստեղ կարող եք Coca-Cola-ն որոնել, ըստ անալիզների տեսնել ինչ-որ հետաքրքիր ինֆորմացիաներ, ինձ օրինակ շատ է դուր գալիս այս գործիքի մեջ վիզուալները, օրինակ տեսեք, այսպես ցույց է տալիս, որ եկամուտը եղել է 50 միլիարդ, այդտեղից եղել է օրինակ զուտ շահույթը 14 միլիարդ, սրանք օրինակ ինձ համար ավելի հետաքրքիր են տեսնել, օրինակ ցույց է տալիս ակտիվները եւ այլն, ինչպես ասեցի, շատ տեսակի ակտիվներ ունեն, ընկերությունները իրենց պորտֆելը շատ մեծ է ու շատ հետաքրքիր է հասկանալ, նաեւ ընկերությունները իրենց հաշվետվությունների հետ մեկտեղ նաեւ տարեկան, այսպես ասած, report են գրում, որը ներդրողները կարող են կարդալ եւ տեսնել, թե ինչի մեջ են ներդրումներ կատարում, որն է մոտեցումը եւ ընդհանուր ղեկավարությունը ինչ է մտածում բիզնեսի հետ կապված, էլի շատ հետաքրքիր են, դուք կարող եք խորանալ այս ամբողջ թվերի մեջ, բայց ես ինչպես ասեցի, ես սա չեմ անում ամեն օր։ Ընդհանրապես, սա երևի ես անում եմ 1000-ից 1, ինչ որ մի հատ ընկերություն, որին շատ հետաքրքիր, կարող է ասենց հետաքրքրությամբ բացեմ ու նայեմ, օրինակ, չեմ, Tesla-ն ոնց է, SpaceX-ը վերջերս այդքան հայտնի, ես SpaceX-ի հետ կապված շատ էի ասենց հետաքրքրված նայում հենց SpaceX-ի թվերին, բայց հիմնականում, հա, ամեն օր չեմ անում ես սրանք, ես հիմնականում դիվերսիֆիկացված ֆոնդերում դրանց մասին անպայման էլի խոսելու ենք։ Մեկ էլ եթե ձեզ բոլոր ֆինանսական թվերը հետաքրքրեցին, օրինակ Warren Buffett-ը հենց այդ ֆինանսական թվերին նայելով որոշումներ էր կայացնում, ինչպես գիտեք, լեգենդար ներդրող Warren Buffett-ի հարսը Mary Buffett-ը գրել է այս գիրքը, Warren Buffett-ին հարցրել է, թե որ թվերին է նայել, ինչպես է մտածել այդ թվերի շուրջ, այդ ամեն ինչը կարելի ասել այս փոքր գրքում է։ Կոչվում է Warren Buffett and the Interpretation of Financial Statements։ Խորհուրդ եմ տալիս, եթե ձեզ հետաքրքրում է, թե ինչին է նայել լեգենդար ներդրողը, այդ ամեն ինչը այստեղ է, դուք կարող եք իրեն գնել եւ կարդալ։ Անգլերենով կա, ռուսերենով չգիտեմ, հայերենով դժվար։ Եթե դուք հոգնել եք, այստեղ կարող եք ձեզ տալ 5 րոպե դադար ու էլի հետ գալ, որովհետև հիմա ավելի հետաքրքիր ցուցանիշներից ենք խոսելու, ու կարևոր է որ ձեզ մի հատ այսպես էներգիա տակ ու էլի հետ գաք, սրանք էլ նայենք, որ պատկերացում կազմեք։ Ratio in Armenian հարաբերակցություն Հիմա անցնենք հարաբերակցություններին, ratio-ներին, շատ կարևոր է հասկանալ, որ երբ մենք ինչ-որ ratio-ի ենք նայում, ինչ-որ հարաբերակցության ենք նայում, դա պետք է համեմատել ըստ մրցակիցների հետ, անցյալի հետ, ապագայի հետ կապված ու չի կարելի ուղղակի այդ թվին նայել ու փորձել ինչ-որ որոշում կայացնել, որովհետև դա անիմաստ է։
Սկսենք արդեն earnings per share, EPS, ամենահեշտ այսպես ասած հարաբերակցությունը, որ կարող ենք այսօր քննարկել, որտեղ մնացածը մի քիչ ավելի բարդ կլինեն։ Ինչ ենք անում, տեսեք, ընկերությունը ունի միլիարդավոր բաժնետոմսեր, Coca-Cola-ի դեպքում դրանք 4 միլիարդն են, ու ընկերության շահույթը օրինակ 2025-ին, ինչպես տեսանք, եղել է 13 միլիարդ, EPS-ը ցույց է տալիս, թե մեկ բաժնետոմսի հաշվով ինչքան շահույթ կա։ Այս դեպքում, երբ որ մենք 13 միլիարդը բաժանում ենք 4 միլիարդի, մոտավորապես $3 է լինում։ Այսինքն մեկ բաժնետոմսի հաշվով մենք ունենք $3 շահույթ։ Երկու կարևոր տերմին, որ պետք է հասկանալ, dilution եւ buyback, EPS-ի հետ կապված։ Օրինակ հիմա մենք ունենք 20 բաժնետոմս, օրինակ ընկերությունը որոշում է, որ ուզում է ավելի շատ բաժնետոմսեր թողարկել, բայց քանի որ շահույթը չի փոխվել, դա կոչվում է dilution, նոսրացում, երբ օրինակ ընկերությունը որոշում է, որ 20 բաժնետոմսեր փոխարեն հիմա կան 40 բաժնետոմսեր։ Այդ դեպքում իհարկե earnings per share EPS-ը կիչնի, կարևոր է հասկանալ, որ պետք է միշտ նայել օրինակ թե ինչի հետևանքով է EPS-ը փոփոխվել։ Օրինակ եթե նոսրացում է տեղի ունեցել, դա խնդիր չէ։ Եվ իհարկե ունենք հետ գնում buyback, երբ որ ընկերությունը օրինակ իր 20 բաժնետոմսերից հետ է գնում ինչ-որ բաժնետոմսեր եւ որոշում է, որ հիմա արդեն լինելու են 12 բաժնետոմս, օրինակ 20-ի փոխարեն, այդ դեպքում EPS-ը կբարձրանա։ Իհարկե, ինչքան EPS-ը բարձր է լինում, այդքան լավ է։ Եթե EPS-ի տատանումներ են տեղի ունենում, պետք է հասկանալ պարզապես, թե ինչ է տեղի ունեցել։ Եթե դա եղել է, քանի որ ընկերությունը չի կարողացել նորմալ շահույթ ապահովել, դա իհարկե խնդրեմ է, սակայն լինում են այս երկու օրինակ գաղափարները, dilution-ը եւ buyback-ը, որի դեպքում դա այդքան էլ խնդիր չէ։ Եվ հիմա 11 կարևոր բառեր, որ շատ կարևոր են, որ դուք իմանաք անգլերենից, սա կարող եք անգամ screenshot անել պահել, սրանք կօգնեն, որ դուք ցանկացած տեսակի ֆինանսական հաշվետվություններ կարողանաք կարդալ եւ հասկանալ։ Սրանց մեջ այդքան էլ չեմ խորանա, քանի որ սա պարզապես ուսուցողական նկատառումներից ելնելով եմ տեղադրել return on equity եւ return on assets։ Return on equity-ն մեր եկամտաբերությունն է ըստ սեփական կապիտալի, այս բոլոր թվերը մենք ֆինանսական հաշվետվություններից ենք վերցրել։ Եթե հիշեք, մեր զուտ շահույթը 13 միլիարդ էր, սեփական կապիտալը 34 միլիարդ, այսինքն այն ամեն ինչը, ինչ որ ընկերությունը ուներ առանց պարտքերի, դա էր։ Եվ երբ այս թվերը իրար վրա ենք բաժանում, մենք ստանում ենք 38%, իսկ return on assets-ը ուրիշ ձև է աշխատում, այս դեպքում շահույթը բաժանում ենք ակտիվների վրա, ակտիվները 104 միլիարդն էին, ու այս երկու թվերի տարբերությունը մեզ ցույց է տալիս, թե ինչքան է նաև պարտքը։ Քանի որ մենք էլ պարտքի այդ դեպքում return on debt չենք հաշվում, դա արդեն այստեղից երևում է։ Որպես կարևոր պարզ կանոն, բարձր return on equity եւ normal return on assets-ը լավ բիզնեսի դրոշներ են։ Եթե return on equity-ն բարձր է լինում, իսկ return on assets-ը փոքր է լինում, դա նշանակում է, որ ընկերությունը ավելի շատ եւ մեծ քանակի պարտքեր է կուտակում։ Մյուս հարաբերակցությունը debt to equity, պարտքը բաժանած սեփական կապիտալի։ Մեր պարտքը, ինչպես հիշում եք, ասում էր 45 միլիարդի կարգի, սեփական կապիտալն է 34 միլիարդներ, դա այսինքն մեզ տվեց 1.3։ Սա այսպես ասած ցույց է տալիս ամեն $1 դիմաց, որ ներդրել են սեփականատերերը, $1.3 պարտքով է։ Արդյոք սա վատ է, այդքան էլ չէ, քանի որ եթե ընկերությունը մեծ ու ստաբիլ է ու ունի հստակ կանխատեսելի վաճառքներ, սա նորմալ է համարվում։ Դրանք միշտ կարևոր է նայել ըստ պատմության, ըստ մրցակիցների, որ հասկանանք արդյոք ամեն ինչ նորմալ է թե չէ։ Coca-Cola-ի դեպքում իհարկե մենք ավելի ապահով տեղում ենք գտնվում։ Երկու շատ կարևոր բաներ՝ market cap եւ price to earnings, շուկայական կապիտալիզացիան, մարքեթի կապիտալիզացիան շատ կարևոր մի հատ տերմին է ֆինանսական մարքետում։ Օրինակ, եթե մեր բաժնետոմսի գինը $86 է եւ մենք այս դեպքում ունենք 4 միլիարդ բաժնետոմսեր, այսինքն ամբողջ ընկերությունը 372 միլիարդ արժի։ Եթե դուք ուզենաք գնել ամբողջ Coca-Cola-ն, պետք է ունենաք $372 միլիարդ։ Եթե հիշեք, մենք հաշվել ենք, որ մեկ բաժնետոմսի դեպքում զուտ շահույթը $3 էր, որ հաշվեցինք earnings per share։ Հիմա ոնց ենք հաշվում price to earnings-ը, գինը բաժանում ենք շահույթի, գինը այս դեպքում մենք ունենք $86, շահույթը $3, 86-ը բաժնած 3-ի մոտավորապես 26-ի կարգի է լինում։ Սա ինչ է նշանակում այս 26-ը։ Սա նշանակում է, որ մոտավորապես եթե դուք այսպես պատկերացնեք, դուք վճարում եք այս պահի դրությամբ զուտ շահույթի 26-ա պատիկը այդ բաժնետոմսի համար։ Արդյոք 26-ը լավ է թե վատ, հիշեք, չենք կարող ասել, պետք է համեմատենք։ Նորմալ աճող ընկերությունների դեպքում լավ է, որ բարձր լինի բաժնետոմսի գինը, իսկ վատ գնացող ընկերությունների դեպքում իհարկե նորմալ չի։ Եվ դուք նաև նկատում եք, որ այստեղ երկու ուրիշ P-ներ ունենք, trailing ու forward։ Trailing-ը անցած տարվա իրական շահույթով, իսկ forward-ը թե ինչ է ակնկալվում, այսինքն հաջորդ տարվա ակնկալվող շահույթով։ Եթե հաջորդ տարվան ավելի փոքր է, քան անցած տարվանը, մարքետը ակնկալում է, որ այսպես ասած շահույթը կաճի, իսկ եթե ավելի մեծ է լինում
քան անցած տարվանը, մարքեթը ակնկալում է, որ շահույթը կպակասի։ Դա ուղղակի կարևոր սիգնալ է հասկանալու համար։ Օրինակ Coca-Cola-ի դեպքում, ինչպես տեսնում ենք, ավելի մեծ է, քան թե անցած տարվանը, մարքեթը ավելի շատ ակնկալում է, որ շահույթը պակասելու է։ Ուրիշ կարևոր հարաբերակցություն Coca-Cola-ի դեպքում price to earnings to growth PEG, օրինակ նոր որ հաշվեցինք price to earnings-ը, դա բաժանում ենք սպասվող աճին, որը օրինակ տալիս է այս դեպքում 4.2։ Սպասվող աճը դա ըստ անալիզների է, այսինքն անալիզները մտածում են, որ մոտավոր 6%-ով կաճի, սա մենք չենք կարող հատուկ վերցնել եւ գնալ ներդրում կատարել տեսնելով այս թիվը, դա մոտարում է տալիս է 4, սա ընդհանուր ունենք ինչ որ հստակ, օրինակ 0-ից 1-ի դեպքում էժան բաժնետամսը կարելի է գնել 1-ից 2 նորմայի մեջ է եւ եթե 2-ից բարձր է հիմնական թանկ ենք համարում ու ինչպես ասացի, սա չի կարող լինել դատավճիռ։ Coca-Cola-ն այս դեպքում թանկ է համարվում։ Եվս մի քանի հարաբերակցություններ, օրինակ price to sales, գինը բաժանած վաճառքի, սա Coca-Cola-ի դեպքում այդքան էլ կարևոր չէ։ Օրինակ, եթե մենք արդեն ունենք ընկերություն, որը մեծ պատմություն ունի, լիքը շահույթ ունի, earning-ներ ունի, մենք հիմնականում price to earnings-ն ենք, հենց PE-ն ենք օգտագործում, իսկ price to sales-ը նրա համար է, երբ ընկերությունները դեռ շահույթ չունեն, բայց ունեն հստակ վաճառք, որ կարող են ըստ վաճառքի գնահատել։ Այսինքն Coca-Cola-ի դեպքում սա այդքան էլ մեծ գաղափար մեզ համար չի, որովհետև մենք հիմնականում նայում ենք հենց շահույթին, շահույթով կարողանում ենք որոշում կայացնել։ Ու եւս մեկ հարաբերակցություն price to book, սա գինը բաժանում ենք հաշվեկշռային արժեքի։ Հաշվեկշռում ինչեր են, գործարաններ են, մեքենաներ են, ապրանքային պաշարներ են, կանխիկն է եւ իհարկե ապրանքանիշ այստեղ չի մտնում։ Սա հիմնական օգտակար է բանկերի համար, ոչ թե ապրանքանիշների եւ ծրագրային ընկերությունների, եւ եկեք հասկանանք ինչու։ Օրինակ, այս դեպքում մենք տեսնում ենք Coca-Cola-ի մոտավոր 10 է, դա շատ մեծ թիվ է իրականում։ Եթե նայեք օրինակ բալանսի հաշվետվությանը, Coca-Cola-ն իհարկե այնտեղ ցույց է տալիս բալանսում իր մեքենաները, իր քեշը, իր ենթակառուցվածքները, սակայն բրենդը այնտեղ չէ, հա, իսկ Coca-Cola-ն հիմնականում բրենդի հետ կապ ունի, այս Coca-Cola-ն վաճառում է բրենդ, որը այդ հաշվեկշռում բալանսի գոյություն չունի։ Դրա համար Coca-Cola-ի դեպքում այդքան էլ էս price to book-ը կարևոր չէ։ Price to book-ը հիմնականում կարևոր է օրինակ բանկերի դեպքում, որտեղ այդ բոլոր թվերը, այսպես ասած, արդեն գրվում են բանկերի բալանսի մեջ ու ավելի մեծ կարևորություն ենք տալիս օրինակ բանկային համակարգի հետ կապված, բայց Coca-Cola-ն ու մնացած ծրագրային ընկերությունները այդքան էլ կարևոր չեն իրանց price to book հարաբերակցությամբ։ Եվս մի քանի հետաքրքիր հարաբերակցություններ dividend yield եւ payout ratio, dividend-ը դա նվեր է, որ ընկերությունը երբ օրինակ ունենում է զուտ շահույթ, որոշում է ինչ-որ հատված տալ որպես դիվիդենդ իր ներդրողներին, քանի որ գիտեք, ես էլ եմ արդեն բաժնետեր, ես էլ կստանամ հաստատ ինչ-որ դիվիդենդ իրենցից եւ մենք դա տեսաշարքի ընթացքում կքննարկենք։ Շահաբաժնի եկամտաբերությունը, այսպես մենք միշտ նայում dividend yield-ը, օրինակ տարեկան շահաբաժինը $2 է, բաժնետոմսի գինը $86, այսինքն մոտավոր 2.4%-ի դիվիդենդ ենք մենք ստանում Coca-Cola-ում ներդրում կատարելով։ Իրենք դա վճարում են տարեկան 4 անգամ եւ իհարկե դա այդ $2 բաժանում են իհարկե 4-ի, որպեսզի կարողանան մեզ վճարել։ Եվ նաև ունենք payout ratio-ն շահաբաժնի բաշխման գործակիցը, սա ցույց է տալիս, թե ընկերությունը իր շահույթը ինչքանով է բաշխում ներդրողներին։ Օրինակ այստեղ ցույց է տալիս, որ 65%-ը գնում է սեփականատերերին, իսկ 35%-ը մնում է բիզնեսում։ Եթե այս թիվը 100%-ից բարձր է, դա նշանակում է, որ այդ ամբողջ շահույթը միշտ գնում է ներդրողներին եւ ոչ մի բան չի մնում այդ ընկերությանը եւ դա իհարկե վատ է ու կարմիր դրոշ է։ Եվ վերջին հարաբերակցությունը բետան է, ես էլ եմ հոգնել, գիտեմ դուք էլ եք հոգնել, բետան վերջինն է։ Բետան ցույց է տալիս, թե որքան է տատանվում շուկայի համեմատ, օրինակ շուկան միշտ 1 է եւ եթե հիշեք մենք շուկաները քննարկում ենք, որ դա ինդեքսներով էինք չափում, շուկան ըստ ինդեքսների 1 է, Coca-Cola-ի դեպքում սա 0.34 է, դա նշանակում է, որ երբ շուկան ընկնում է 10%-ով, շուկան կլինի -10%, իսկ Coca-Cola-ն կլինի -3.4%, այսինքն բետան չափում է այդ տատանումը ըստ շուկայի։ Այս դեպքում, ինչպես նկատում եք, պատմականորեն Coca-Cola-ի տատանումները էլ ավելի ապահով են, քան շուկայական տատանումները։ Հիմա եկեք ես էպիզոդի մասին մի փոքր էլ ավելի շատ խոսենք։ Օրինակ, ինչ մենք հասկացանք, որ ընդհանրապես չգիտեինք երևի մի ժամ առաջ, բիզնեսը լավ տեղում է, օրինակ 48 միլիարդ դոլարի եկամուտ է գեներացնում, մեծ մասը մնում է զուտ շահույթ, մոտավորապես 12.5%-ը
բիզնեսը ունի, իր սեփական կապիտալն է, այդ շահույթը, որ գեներացվում է, դրա 12.5%-ը գեներացվում է իր սեփական կապիտալի հիմքով, իհարկե ունի պարտքեր, բայց ավելի ստաբիլ է, ավելի կանխատեսելի է, բաժնետոմսի գինը էժան չէ, price to earnings-ը 26 էր, price earnings to growth-ը 4-ից բարձր էր եւ դիվիդենդը մոտավոր 2.4% էր, սա էժան բաժնետոմս չի, շատ թանկ բաժնետոմս է եւ իհարկե չեմ ասում, որ մենք պետք է վաճառենք, հիմնականում Coca-Cola-ն միշտ եղել է թանկ բաժնետոմս։ Մի ժամ առաջ դուք չգիտեիք Coca-Cola-ի բաժնետոմսը թանկ է թե էժան, մենք այսօր պատասխանեցինք ըստ ֆինանսական հաշվետվությունների, որ այո, ինքը թանկ է։ Երրորդ էպիզոդը խոսեց ֆինանսների մասին, իսկ չորրորդ էպիզոդում մենք խոսելու ենք արդեն բրենդի մասին, մենք խոսելու ենք մրցակիցների մասին, ու իհարկե այստեղ ես ցույց կտամ, որ այդ բոլոր թվերը, որ օրինակ մենք խոսեցինք, այդ ամեն ինչը իրականում այստեղ է, statistics-ի մեջ դուք կարող եք տեսնել, մենք հեսա MyInvest-ում դրանք կտեսնենք, այս ամեն ինչը դուք կարող եք օգտագործել արդեն ձեր որոշումների կայացման գործում։ Կարևորագույն թվերը հիմնական summary-ներում դրված են լինի։ Անցած անգամ ենք սրանք խոսացել days range, 52-week range, volume, average volume, սրանք այս ամեն ինչի մասին մենք իհարկե խոսացել ենք։ Այսօր մենք խոսեցինք market cap-ի մասին, ասացինք, որ այո, այն արժի 377 միլիարդ դոլար, եթե դուք ցանկանում եք գնել, ձեզ ասեմ, այդքան արժի։ Beta-ի մասին խոսեցինք, PE ratio քննարկեցինք, EPS, earnings date, earnings date-ը ասում է, թե երբ է լինելու մյուս հաշվետվությունը, որտեղ իրենք ցույց են տալու իրանց թվերը, forward dividend and yield 2.4% դիվիդենդի մասին խոսեցինք, ex dividend date նշանակում է, որ եթե մենք գնենք մինչև սեպտեմբերի 15-ը, ապա դիվիդենդ կստանանք, եւ իհարկե estimate-ը ըստ անալիստների $94, սա կանխատեսում չի, սա պարզապես ինչ որ անալիզ է։ Մյուս բոլոր թվերը դուք կարող եք տեսնել ստատիստիկայում, trailing PE, forward PE, PEG ratio եւ այլն, price sales, price book, այստեղ այլի թվեր կան, կարող եք խորանալ, եթե դուք ուզում եք, բայց հիմնականների մասին մենք արդեն խոսեցինք, ուսամ ձեզ հետաքրքիր էր դրանք։ Իհարկե, այս ամեն ինչից զատ մենք հիմա պետք է նայենք, թե ոնց են մեր ներդրումները, դուք երևի հիշում եք, մենք ունենք ներդրումներ, որոնց պետք է անպայման նայենք։ Հիմա ես կբացեմ իմ ծրագիրը եւ հիմա դուք տեսնում եք իմ պորտֆելը, ինչպես նկատում եք, ես մեկ շաբաթվա ընթացքում իմ պորտֆելը 1.22%-ով իր արժեքը կորցրել է, սակայն սրանք ակտիվներ են եւ քանի որ ես դեռ չեմ վաճառել ոչ մի բան, դա չի նշանակում, որ ես փող եմ կորցրել եւ ես շարունակում եմ իմ համար հանգիստ պահել։ Ինչպես տեսնում եք, մենք ունենք Coca-Cola եւ ունենք NVUAA-ը, որը անցած վիդեոյում ես գնել էի։ Coca-Cola-ի դեպքում ես $100 էի ներդրում կատարել, դիրքի արժեքը $99 է, միջին գինը 91 է հաշվում, քանի որ $5 էլ միջնորդավճար է, այսպես ասած եղել, դրա համար իմ մոտ չիրացվածը -$4 է, չնայած որ ուրբաթ օրը Coca-Cola-ն ավելի լավ գնով է փակվել, ինչպես տեսնում եք։ Չիրացված նշանակում է, որ ես չեմ վաճառել եւ այդ շահույթը եւ վնասը չունեմ, այսինքն այս դեպքում ես դեռ ոչ մի բան չեմ կորցրել, քանի որ ես դեռ այն թողում եմ։ Եվ եթե նկատեք, մենք ունենք այո դիրքի արժեքը $100, քանակը 1.14, միջին գինը չիրացվածի մասին խոսեցինք, հիմնական տվյալների մասին խոսել ենք, կապիտալիզացիան 377 միլիարդ, PE-ն 26, price to book-ը 10, PEG-ը 4, EPS-ը 3 եւ price to sales 7.5, դիվիդենդի եկամտաբերությունը 2.38, ունենք նաեւ բետան, հիշում եք մենք բետան է քննարկեցինք, դիվիդենդի ամսաթիվը եւ վճարման օրը։ Այսպես, ինչպես նկատում եք, մենք հիմա արդեն հասկանում ենք ավելին, քան հասկանում ենք երևի մի ժամ առաջ, մենք այստեղ ունենք նաև թիրախային գինը, ինչ որ կոնսենսուս, մարդիկ ասում են արժի գնել, պահել թե վաճառել, սրանք ուղղակի անալիստների կողմից են, այսինքն կապ չունեն այդքան էլ մեզ հետ։ Միշտ հիշեք, որ հարաբերակցությունների դեպքում պետք է համեմատել, վստահ լինել, որ լավ ապագա է ստացվում եւ իհարկե երկարաժամկետ ներդրումները միշտ կօգնեն, քանի որ եթե ուղղակի գնենք եւ վաճառենք Coca-Cola այս պահի դրությամբ, մենք հաստատ կկորցնենք, որովհետեւ նաև միջնորդավճարների համար ենք վճարում։ Նաև միասին նայենք VUAA-ը, սա նույնպես մենք ունենք այստեղ չիրացված շահույթ ու վնասում, պետք է սպասենք։ Այստեղ VUAA-ի հետ կապված այլ թվեր էլ կան, մենք անպայման այդ թվերի մասին կխոսենք, երբ արդեն ֆոնդերից խոսենք։ Եվ այո, կարելի է ասել այսքանը այսօրվա հետ կապված։ Եթե ձեզ ֆինանսական մարքետը հետաքրքիր է, ես ունեմ շաբաթական նյուզլեթեր, որ ամեն երկուշաբթի կարող է ձեր մեյլին գալ personfinances.substack.com հասցեով անպայման բաժանորդագրվեք եւ կհանդիպենք մյուս կիրակի։